Ուզում եմ մեկ հայտարարություն անել եւ խնդրել մեր հայ ժողովրդին, ովքեր իրոք ազգային են եւ ցանկություն ունեն, սա կամավորած տիպողական չի հայտարարություն է։ Ապրիլի 15-ին ժամը 14:00-ին, այսինքն Երևանի ժամով 2-ին ցերեկվա կամ 14:00-ին տեղի ունենալու դատավարությունը մեր Սև Հովազի, հա, Սև Հովազի դատավարությունը Աբովյան քաղաքում դատանի առաջ խնդրում եմ հավաքվեք ի պաշտպանություն, ի աջակցություն Սև Հովազի, որի այս երկրում քաղաքական բանտարկյալը սարքեցին, բանտարկյալ են սարքել, այսօրվա ապրանքները իբր թե կրված տղեն գնացել Սերոպը Գասպարյան, մեր լուսապայծառ Ռազմիկ Գասպարյանի եղբայրը գնացել էր Ռուսաստան, իբր թե Ռուսաստանից խոպանջի, ուրեմն այդքան կրված տղա, դիրքերում կամնած, ընտանիքով, աղբեր, աղբոր տղա կործրած, միշտ կրվի մեջ, պետք է Ռուսաստանից, Ռուսախոսկայը, էժան, չմոսեց, կծկված, շախմատի ձիդարած, մահ բերեր Հայաստան հեղաշրջման համար, એને 7 հոգի, լնայք սրանց սուտը, 7 հոգի հեղաշրջման համար բերեր, 7 հոգի, որոնք եկեք գործ են տվելու հեղաշրջման աղբյուրը եղելա 8-20 բեղով գուրգա գադիկ իչան է տահասը, Մեյխոնյանը, Սերժի Քոչարյանի մոտիտակի կեղտ, որի մի Նիկոլի դեպուտանկայա, Գադիկ Մելքոնյան, թիկունքի պետ, որ ամբողջ Հայաստանի բանակի թիկունքը գողացա բնականաբար իր տերերի հետ։ Գադիկ Մելքոնյանն է Հայաստանի Հանրապետությունը, հա? Մելքոնյան Գադիկն է, գնացեք ժողովրդով ձեզ քցեք, մոստի տակ այդտեղ չի լինի, դիակները քաթեն վերը, կքցեք ընկնեք մյուս հայի վրա։ Եթե Գադիկ Մելքոնյանն է Հայաստանի Հանրապետությունը, գողցող առ է թուրքի լամուկ, տեսքով է թուրքի լամուկ, խոսալով է, բավացքով է թուրքի լամուկ, վրեն տոննաժով կոմպրոմատ կա գողությունների, որից մեկի մասին ես բացահայտել եմ։ Ուրեմն մենք գնանք մեռնենք, այսօրվանից շուտը չկա, բոլորը մական դեր խմեք մեռնեք։ Այդ չես բա, խնդրում եմ գնացեք, աջակցեք։ Շնորհակալություն բոլորիդ, ովքեր լսում եք այս լուրը։